Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Թեհրանին, թիրախավորելով տասնյակ օբյեկտներ, հարվածների տակ է 60-ից ավելի կործանիչ։ Այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել Telegram ալիքում։ Հարվածներն իրականացնելու համար օգտագործվել են շուրջ 120 զինամթերք, որոնք ուղղված են եղել Թեհրանի շրջանում հրթիռների արտադրության վայրերին եւ միջուկային հետազոտական կենտրոնին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեվիդ Լեմին Վաշինգտոնում հունիսի 19-ին կայացած հանդիպման ժամանակ համեմատել են դիրքորոշումները Իրանի շուրջ, ինչպես նաեւ քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ Նրանք քննարկել են Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը եւ համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է մշակի կամ ձեռք բերի միջուկային զենք։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները մի քանի օր առաջ կանխել են Իսրայելի կողմից Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը, X-ում հայտարարել է նախարարի խորհրդական Մոհամմեդ Հոսեյն Ռաջնաբարը Ժնևում Իրանի եւ եվրոպական եռյակի միջև բանակցություններից առաջ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ արտգործնախարարը մեկնում է Ժնև, եվրոպական եռյակի հետ բանակցություններ վարելու եւ բազմաթիվ զանգեր եմ ստացել, գուցե սիոնիստական ռեժիմը փորձի թիրախ դարձնել նրան։ Այո, նման սպառնալիք անշուշտ գոյություն ուներ եւ կա, սակայն Աբբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտության ծառայության ղեկավար։ Իսրայելի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չի դիտարկում որպես իր հարձակումների անմիջական թիրախ եւ չի ձգտում փոխել երկրում կառավարությունը, ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ Խամենեին մեր թիրախը չէ եւ մենք ռեժիմի փոփոխության նպատակ չունենք, սակայն պարզ է, որ Խամենին կլիներ կողմնակի ազդեցություն, որն իրեն ժողովրդի համար օգտակար նշանակալի պատմական հետևանքներ կունենա, ասել է Իսրայելի նախագահ Աքսել Սպրինգեր մեդիա խմբին տված հարցազրույցում։ Ինչ շատ դուր եկավ Ռուսաստանի նախագահի օրինակելի պատասխանը լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ երեկվա հարցազրույցի ժամանակ։ Ես ինձ թույլ կտամ կրկնօրինակել եւ ասել, ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին մտածել, նույնիսկ չեմ ուզում քննարկել։ Այս մասին ամեն շաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Ալիև-Իրան-Իսրայել պատերազմի ֆոնին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու հնարավոր ծրագրի մասին։ Մեր ջանքերն ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը, Իրանի հետ կապված ամեն ինչին, Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված ագրեսիվ գործողություններին։ Մենք համապատասխան աշխատանքներ ենք տանում Երևանի եւ Ադրբեջանի միջև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ գործարար Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։ Financial Times-ը հաղորդում է, որ Հորմուզի նեղուցով գերմեծ տանկերներով նավթի փոխադրման սակագներն Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուց սկզբից ի վեր կրկնապատկվել են։ Իսրայելի բանակի կիբերհրամանատարության շտաբը եւ Իսրայելի զինվորականների հետախուզական կենտրոնը Գավ Յամամում հունիսի 19-ի առավոտյան դարձել են Իրանի հրթիռային հարվածների թիրախ։ Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով այնտեղ են տեղակայված հազարավոր զինվորականներ, որոնք պատասխանատու են հետախուզական տվյալների մշակման եւ կիբերգործողությունների համար։ Այսօր այսքանն էինք առանձնացրել տեղական տպագիր մամուլից, միջազգային մամուլից եւ երկու հրապարակում պոլիտիկայից։ Տեսություն կհանդիպենք։